7-ին սկսված 44-օրյա պատերազմից հետո դատարանի առջև կանգնեցին մի շարք բարձրաստիճան զինվորականներ։ Նրանք մեղադրվում են մարտական հերթապահության կանոնները խախտելու, պատշաճ հրամաններ չարձակելու և պատերազմին, այսպես ասած, անպատրաստ լինելու համար։ Դատարանի առջև մեղադրյալի աթոռին է կանգնած նաև հայտնի Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը։ 2022 թվականի հուլիսի 30-ին քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, աղմկոտ բացահայտումներ անելով 44-օրյա պատերազմին նախորդող իրադարձությունների մասին։ Ըստ կոմիտեի, Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը 44-օրյա պատերազմի նախօրեին 100 սպաների մասնակցությամբ խնջույք է կազմակերպել, որի ընթացքում սակայն պարբերաբար տեղեկացել է՝ ադրբեջանական ստորաբաժանումները կուտակվում և տեղաշարժվում են։ Կոչումով գնդապետ Սևակ Աբրահամյանը ի պաշտոնե պարտավոր է եղել որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները մարտական